Վաղար շաբաթ խոշոր ասված համայնքում այսօր հոկտեմբերի 22-ին պաշտոնապես մեկնարկել է ավականու ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև նոյեմբերի 14-ը ժամը 24:00-ն։ Ավականու ընտրություններին մասնակցելու է 8 քաղաքական ուժ, որոնք հանդես կգան հետևյալ հերթական համարներով. Հաղթանակ կուսակցությունների դաշինք, կազմված առաջ եւ հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություններից, ցուցակը գլխավորում է Սևակ Խաչատրյանը, Համահայկական ճակատ կուսակցությունը ցուցակը գլխավորում է Արտյոմ Սիմոնյանը, Հանրապետություն կուսակցությունը ցուցակը գլխավորում է Հարություն Մկրտչյանը, Մայր Հայաստան ազգային դեմոկրատական կուսակցությունը, որը գլխավորում է Գրիշա Հարությունյանը, Ազատ դեմոկրատներ կուսակցությունը, որը գլխավորում է Վահրամ Ազատյանը, Ժառանգություն կուսակցությունը, որը գլխավորում է Արկադի Փայտյանը, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Արգիշտի Մեխակյանը եւ Հայրենիք կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Խաչիկ Մանուկյանը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն վաղար շաբաթ խոշորացված համայնքի ավականու ընտրություններում քվեարկելու իրավունք ունի 70,022 մարդ։ Ընդհանուր առմամբ վաղար շաբաթ խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերում ընտրությունների օրը կբացվի 47 ընտրատեղամաս։ Վաղար շաբաթ համայնքի ավականու ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 16-ին։